Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրեք մի մարդ, ով հրաշալի խոսում է, հազարավոր մարդիկ լսում են նրան, ունի մեծ հեղինակություն, գիտելիք, ազդեցություն, նույնիսկ կարողանում է օգնել մարդկանց, բայց Աստված կանգնում է եւ ասում. այս ամենը ոչինչ է, շոկային է, չէ՞։ Այսօր աշխարհը գնահատում է մարդկանց ըստ հետևորդների, տաղանդի, ազդեցության, հարստության եւ հաջողության, բայց Պողոս առաքյալը շրջում է այս ամբողջ մտածողությունը եւ ասում. եթե սեր չունեմ, ոչինչ եմ։ Ուշադրություն դարձնենք, նա չի ասում քիչ եմ, չի ասում թերի եմ, ասում է ոչինչ եմ։ Սա հավանաբար քրիստոնեության ամենահեղափոխական արտահայտություններից մեկն է։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչու է Աստված սիրո մասին խոսում հենց այս հատվածից հետո, որտեղ թվարկում է հոգևոր շնորհները եւ ինչու է առանց սիրո նույնիսկ ամենափայլուն ծառայությունը կորցնում իր արժեքը։ Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են նախ առաքյալներին, երկրորդ մարգարեներին, երրորդ ուսուցանողներին, ապա հրաշագործներին, ապա բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ Միթե բոլորն առաքյալներ են, միթե բոլորը մարգարեներ են, միթե բոլորը ուսուցանողներ են, միթե բոլորը հրաշագործներ են, միթե բոլորը բժշկության շնորհ ունեն, միթե բոլորը լեզուներ են խոսում, միթե բոլորը թարգմանում են, բայց դուք նախանձախնդիր եղեք այն շնորհներին, որոնք լավն են, բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ բղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, եւ եթե լիակատար հավատ ունենամ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին եւ մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչինչից չեմ օգտվի։ Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում։ Սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, աներավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս ստացում, միշտ համբերում։ Սերը երբեք չի վախճանում, թե մարգարեությունները կչքանան, թե լեզուները կլռեն, թե գիտությունը կանհետանա։ Այժմ մասնակի գիտենք եւ մասնակի էլ մարգարեանում ենք, բայց երբ գա այն, ինչ կատարյալ է, կանհետանա այն, ինչ մասնակի է։ Ամեն։ Աստված եկեղեցում հաստատեց տարբեր ծառայություններ։ Կորինթացիներին ուղղված նամակի 12-րդ գլխի վերջում Պողոսը հիշեցնում է, որ եկեղեցում բոլորը նույն ծառայությունը չունեն։ Ոմանք առաքյալներ են, ուրիշները մարգարեներ, ուսուցիչներ, բժշկության շնորհ ունեցողներ, օգնողներ, կառավարողներ, տարբեր լեզուներ խոսողներ։ Սա մեզ սովորեցնում է, որ Աստված միատեսակ մարդկանց չի ստեղծել։ Տարբեր շնորհներ կան, բայց մեկ Տեր։ Տարբեր ծառայություններ կան, բայց մեկ եկեղեցի։ Եթե համեմատենք մեր ժամանակների հետ, ապա կտեսնենք, որ այսօր մարդիկ հաճախ հարցնում են. ինչու նա ավելի հայտնի է, քան ես, ինչու նա ավելի մեծ ծառայություն ունի։ Սոցիալական ցանցերը մարդկանց սովորեցնում են մշտապես համեմատվել։ Պողոսը սովորեցնում է համեմատությունը սպանում է ծառայությունը։ Աստված քեզ չի ստեղծել ուրիշի պատճենը լինելու համար, նա քեզ տվել է քո կոչումը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը գրում է, որ տարբեր շնորհները չեն տրվել մրցակցության, այլ փոխ լրացման համար։ Այն մարմինը, որի անդամները նախանձում են միմյանց, մարմինը հիվանդ է ուրեմն։ Ձգտեք առավել մեծ շնորհներին։ Շատերը այստեղ կանգ են առնում, բայց Պողոս առաքյալը անմիջապես ավելացնում է. եւ ես ձեզ առավել գերազանց ճանապարհ եմ ցույց տալիս։ Այսինքն բոլոր շնորհներից վեր կա մի ճանապարհ, այդ ճանապարհը սերն է։ Սերը պարզապես մեկ շնորհ չէ մյուսների շարքում, սերը այն մթնոլորտն է, որի մեջ բոլոր շնորհները ճիշտ են գործում։ Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսեմ, Պողոսը բերում է ամենածայրահեղ օրինակները, հրաշալի խոսնակ, մարգարե, ամեն ինչ իմացող, լեռներ շարժող հավատք,
ամբողջ ունեցվածքը բաժանող նույնիսկ նահատակ եւ ասում է առանց սիրո ոչինչ։ Սա մեզ ցնցում է, կարելի է նույնիսկ մեծ զոհողություններ անել, բայց դա անել հպարտությունից, ինքնագովազդից կամ մարդկանց գովասանքի համար։ Աստված առաջին հերթին նայում է ոչ թե մեր գործերին, այլ մեր սրտին։ Օգոստոս Երանելին գրում է. «Սիրիր եւ ապա արա այն, ինչ ճիշտ է, որովհետեւ իրական սերը երբեք չի առաջնորդվի քեզ դեպի չարը։ Նա չի արդարացնում ամեն վարքագիծ։ Նա ցույց է տալիս, որ եթե մարդու սիրտը լցված է Աստծո սիրով, նրա գործերն էլ այդ սիրո պտուղը կլինեն։ Սերը երկայնամիտ է, քաղցր է։ Պողոս առաքյալը սիրո մասին տեսություն չի գրում, նա նկարագրում է Քրիստոսի կերպարը։ Յուրաքանչյուր հատկանիշ իրականում մեզ հարց է տալիս. երկայնամիտ եմ, նախանձում եմ, հպարտանում եմ, հեշտ վիրավորվում եմ, հաշվում եմ մարդկանց սխալները։ Սերը զգացմունք չէ միայն, սերը որոշում է ամենօրյա ընտրություն։ Արդի ժամանակների հետ համեմատություն կատարենք, ապա կտեսնենք, որ մենք ապրում ենք արագ արձագանքի ժամանակներում։ Մեկ մեկնաբանություն եւ մարդիկ վիրավորվում են։ Մեկ անհամաձայնություն եւ հարաբերությունները խզվում են։ Մեկ քաղաքական կամ հասարակական տարբեր կարծիք եւ մարդիկ դառնում են թշնամիներ։ Պողոս առաքյալը մեզ ասում է, սերը չի փնտրում իր շահը, սա այսօր հեղափոխական միտք է։ Սուրբ Եփրեմ ասորեն ասում է, այն սիրտը, որտեղ բնակվում է սերը, այլևս տեղ չի թողնում ատելության համար։ Սերը երբեք չի անցնում, մարգարեությունները կդադարեն, լեզուները կլռեն, գիտելիքը կավարտվի, բայց սերը կմնա։ Ինչու՞։ Որովհետև սերը Աստծո բնության արտահայտությունն է, երկնքում այլևս չենք ունենա քարոզի կարիք, չենք ունենա մարգարեության կարիք, բայց սիրելու ենք հավիտյան։ Այդ պատճառով սերը հավիտնական արժեք է։ Սուրբ Աթանասը ասում է, որ Քրիստոսը եկավ ոչ միայն սովորեցնելու, այլ նաև Աստծո սերը մարմնավորելու, ով ապրում է սիրով, արդեն իսկ մասնակցում է Աստծո կյանքին։ Մասամբ գիտենք, Պողոս առաքյալը հիշեցնում է, որ մեր գիտելիքը սահմանափակ է, սա խոնարհության դաս է։ Այսօր բոլորը ցանկանում են վերջին խոսքն ասել, բայց քրիստոնյան գիտի, որ նույնիսկ ամենամեծ աստվածաբանը չի հասկանում Աստծո բոլոր խորհուրդները։ Սա մեզ սովորեցնում է խոնարհություն, լսելու կարողություն, հանդուրժողականություն։ Այս հատվածի գլխավոր պատգամն սա է. այսօր աշխարհը մարդկանց գնահատում է ըստ նրանց կարողությունների, Աստված ըստ սիրո։ Աշխարհն ասում է, ապացուցիր, որ մեծ ես, Քրիստոսն ասում է, ապացուցիր, որ սիրում ես։ Փորձենք կյանքում կիրառել մի քանի կարևոր քայլեր առանձնացնել այս հատվածի վերաբերյալ։ Ամեն օր աղոթիր, որ Աստված քո սրտում աճեցնի սերը։ Նախքան որևէ ծառայություն կատարելը ստուգիր շարժառիթդ, մի համեմատիր քո շնորհները ուրիշների հետ։ Սովորիր ուրախանալ ուրիշների հաջողությամբ, ների ավելի արագ, քան վիրավորվում ես։ Քննադատելուց առաջ փորձիր հասկանալ, հիշիր, որ ամենամեծ ծառայությունը կարող է լինել լուռ սիրելը։ Ընտանիքում սիրո լեզուն թող երազանցի վեճի լեզվին։ Եկեղեցում ծառայիր ոչ թե ճանաչման, այլ Քրիստոսի սիրո համար։ Ամեն երեկո հարցրու քեզ, այսօր մարդիկ իմ խոսքերով ավելի շատ զգացին Աստծո սերը, թե իմ հպարտությունը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը սովորեցնում էր, որ բոլոր հոգևոր շնորհները ծառայում են եկեղեցու շինությանը, բայց սերն է, որ նրանց տալիս է իրական արժեք։ Սուրբ Օգոստոսը շեշտում էր, որ իսկական սերը երբեք չի բաժանում մարդուն Աստծուց եւ մերձավորից, այլ միավորում է։ Սուրբ Եփրեմ ասորեն հիշեցնում է, որ սերը մարդու հոգու ամենաուժեղ զենքն է, քանի որ այն հաղթում է այնտեղ, որտեղ ուժը պարտվում է։ Սուրբ Աթանասն ընդգծում է, որ Քրիստոսի մարտեղությունը Աստծո սիրո մեծագույն հայտնությունն է եւ քրիստոնյան կոչված է այդ սերը արտացոլելու աշխարհում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, մենք կարող ենք կառուցել մեծ տաճարներ, կազմակերպել հիանալի միջոցառումներ, գրել գրքեր, քարոզել հազարավոր մարդկանց, ունենալ գիտելիք, հեղինակություն եւ ազդեցություն, բայց եթե մեր սրտում չկա Քրիստոսի սերը, այդ ամենը Աստծո առաջ կորցնում է իր արժեքը։ Հիսուսը չի ասել բոլորը կճանաչեն ձեզ ձեր գիտելիքով, նա ասել է բոլորը կճանաչեն, որ իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ սեր ունենաք։ Ուրեմն այսօր հարցնենք մեզ, ես աճում եմ սիրո մեջ, իմ ընտանիքը զգում է այդ սերը, իմ ծառայությունը բուրում է Քրիստոսի սիրով, իմ խոսքերը բժշկում են թե վիրավորում, երբ կանգնենք Աստծո առաջ, նա առաջին հերթին չի հարցնի, թե
քանի տաղանդ ունեիր, այլ ինչքան սիրեցիր։ Թող մեր բոլոր շնորհները, մեր ծառայությունը, մեր աղոթքները եւ մեր կյանքը լցվեն այն սիրով, որը երբեք չի անցնում, որովհետեւ այնտեղ, որտեղ սերն է, այնտեղ է Քրիստոսը, իսկ որտեղ Քրիստոսն է, այնտեղ իրական կյանքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբերային հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա քույրերին ու եղբայրներին նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։